Ողջույն 24-ի եթերում հետագիծն ես Նարեկ Գալստյան, այս բան ես հյուրընկալել եմ Լուսավոր Հայաստան կուսակցության ղեկավար Էդմոն Մարուկյանին, պարոն Մարուկյան, ողջույն։ Շնորհակալ եմ շատ հրավերս ընդունելու համար։ Երեք պարլամենտում Նիկոլ Փաշինյանը եւ դրանից 1 օր առաջ Եվրոպական խորհրդի խորհրդարանական վեհաժողովում անոնսեց մի հետաքրքիր իրավիճակ, որ պետք է մտածել մեխանիզմներ, որ այն կուսակցությունները, ովքեր դեմ են Հայաստանի ինքնիշխանությանը, որտեղից են ֆինանսավորվում, չգիտեմ, եւ այլն, ընտրակաշառք են բաժանում, դրանք ընտրություններին մասնակցելու հնարավորություն չպետք է ունենան։ Առաջին հայացքից սա թվում է ինչ-որ ձեռքի հետ ոտքի վրա հայտարարություն, բայց ես նայեցի ձեր լայվը ու տեսա, որ դուք մտածում եք, որ ինքը ամեն ինչ անելու է, որպեսզի ընտրյալ որոշակի այսպես ընտրված կուսակցություններ չմասնակցեն ընտրություններին, դուք ումի նկատի ունեք օրինակ։ Ես ուղղակի ցույց եմ տալիս Մոլդովայի փորձը, որ նախ սկզբից Վրաստանի փորձ եմ խոսել ամիսներ առաջ, որ ընդդիմությունը է, որ էշելոնավորված առանձին դրանք անդառնալի առանձին բաներով։ Իսկ Մոլդովայի փորձը լրիվ այլ է, դա կարելի է դիտարկել հետևյալ համատեքստում, որ Եվրոպական միությունը այլևս ողջունում է ժողովրդավարական ազատությունների սահմանափակումը որոշակի նարատիվի ներդրման արդյունքում։ Այսինքն, եթե դու կարող ես ներդնել նարատիվ, օրինակ Նարեկ Գալստյանը ֆինանսավորվում է Ռուսաստանի կողմից կամ ռուսական օպոզիցիա է կամ ցանկացած մեկը հիմա 5-րդ շարացում։ Եվ այդ սոուսը բավարար է, որ բյուրոկրատները, այսինքն ոչ թե ժողովուրդը որոշել, բյուրոկրատները, կենտրոնական ընտրական հանձնաժողով, քննիչներ, դատախազներ, վերջում նաև դատարանը հաստատում են, որ այո, այս ուժը չպետք է մասնակցի, ուժը արգելափակում են։ Բայց Մոլդովայի պարագայում գեք ինչ են արել։ Կարող ակնհայտ ասել, որ ընտրակեղծիք է տեղ ունեցել։ Նայեք, ուժը, քաղաքական ուժը հանվում է ընտրապայքարից վերջի պահին, սակայն անվանումը քվեաթերթիկից չի հեռացվում։ Որը տպված է։ 70,000 մարդ գնում է ընտրական տեղամաս, ձայնը տալիս է այդ ուժին, եւ այդ ձայնը փոշիանում է։ Եթե այդ ձայնը չփոշիանա, այդ ձայնի հաշվարկը կա, չէ, հաշվարկի մեջ է։ Մայա Սանդուն չի կարող ձևավորել մեծամասնություն։ Հասկանաք ինչ է տեղի ունեցել։ Հիմա դա բնականաբար ողջունում են բոլորը, շատ լավ է կարե ապրեք, հալալա ձեզ, հասկացանք։ Հիմա փոխանակ Մայա Սանդուն կամ ես բաղամ Նիկոլ Փաշինյանից եկեք խոսանք։ Գնա ժողովրդին համոզի, որ օրինակ X ուժին դուք ձայն մի տվեք, այն ուզում է մեր անկախություն, ժողովուրդը հասկանում է, չէ՞ որ ոչ մեկ այս երկրի անկախություն չի ուզում ոչնչացնի։ Հայաստանում չկա որևէ քաղաքական միավոր, որն ուզում է, որ Հայաստանը չլինի անկախ պետություն։ Դա սուտ է, դա կեղծիք է, դա պրոպագանդա է։ Բայց թող գնա ժողովրդին համոզի, ինքը դա չուզում անի։ Ինքը ուզում է բյուրոկրատները այդ սոուսով ուժերին չգրանցեն Արտադատության նախարարությունում, կենտրոնական ռեգիստրում, հետագայում կենտրոնական ընտրական հանձնաժողովում, եւ դրա անոնսը արդեն արված է։ Դուք նայեք 3 օրվա վերջին ԿՊ-ի պրոպագանդայի ալիքները։ Այսօր էլ է շարունակվում։ Այսօր է շարունակվում։ Տարբեր գործիչներ այլևս խոսում են, անգամ Սփյուռքի հանձնակատարը, որ իր ինչ գործն ասենք Սփյուռքի գործերով զբաղվի, ասում մենք է պետքա Մոլդովայի նման արգելք չեղած Սփյուռքի էլի, այսինքն։ Հիմա ուզում եմ նաև հարցի մյուս մասին արձանագրել, ընտրակաշառքի մասին։ Ուրեմն այս պարլամենտի ընտրությունների ժամանակ եղել են ընտրակաշառքի դեպքեր եւ քրեական գործեր բան թող ցույց տա 4 տարվա մեջ մարդ չեն դատել ընտրակաշառքով 4 տարյանց ասում են ընտրակաշառքի համար բանը ինչ որ ուժերի արգելեն ենք մասնակցել։ Չէ, այսինքն հասկանում եք, չէ՞ որ մենք կարանք մի հատ իրավիճակի հանդես գանք, առնչվենք, որ ասենք ընտրություններից 1 օր առաջ օրինակի համար, ասենք մեկին մեղադրեն ընտրակաշառք բաժանելու մեջ, ասենք հերավոր Ամասիայում կամ չգիտեմ, ասենք օրինակ Գեղարքոնիկում, ու այդ պայն հանեն, հա։ Այդպես չի անելու ինձ թվում, որովհետեւ ընտրակաշառքը չեն բաժանելու, որ տենց հիմար ձևի բռնվեն, ինքը գիտի դա համար ասելու է հետևյալը, որ մենք կասկածներ ունենք, որ դուք ուզում եք Հայաստանի ինքնիշխանությունը վերացնեք։ Եվ այդ ուժը արգելելու են մասնակցի։ Այդ ուժը գնալու է դիմի դատարան, դատարանը 24 ժամյա ժամկետում արագացած ընթացակարգա։ Քննում է դա վերջնական որոշում, որը բողոքարկման ենթակա չի։ Ու ասում է դու չես կարող։ Ոնց որ Մոլդովայում եղել։ Այո, գնա ձեր տներով։ Ժողովուրդը բնականաբար այդ պահին իրազ չի կարող, չէ՞, ժողովուրդը արագ իրազեկվել։ Առավոտ արտանում է գնում ընտրությունների, այն ուժին, որ ուզում է ընտրի, ցուցակում կա, քվեաթերթիկում է։ Քվեարկում է այդ ուժին, վերջում բարձում է այդ ձայնը գնաց, չգիտեմ ուշ։ Հիմա Մոլդովայում 70,000 մարդու քվեն, ժողովրդաիշխանությունը հոդս ցնդեց։ Ժողովրդաիշխանությունը արհամարվել է։ Եվ դա եվրոչինովնիկների բարձր ծավալը։ Այո, այդտեղ ասել են շատ լավ է, ապրեք հալալա ձեզ, նայ, բնականորեն պետք է անկեղծ լինենք, էլի։ 45% է Մոլդովայի հարցումներով։ Պրոեվրոպայա, 35-ը հակա կամ պրոռուսական։ Էլի մեկը ընտրությունների արդյունքներում պրոեվրոպական թևը հաղթելու էր։
Բայց քաղաքական մեծամասնություն, կայուն մեծամասնություն մեր համայնության համատեքստում կարող եմ ասել, ձևավորելու համար դա տեղի չի ունենում։ Հետեւաբար այդ մի փոքր այդ 5%-ի համար այս կեղծիքին դիմել են։ Հիմա մի բան ասեմ, Ռուսաստանի Դաշնությունում Նադեժդինը, պարոն, հավաքեց մի քանի օրվա մեջ միլիոնավոր ստորագրություններ։ ՌԴ կենտրոնական դրական հանձնաժողովը չգրանցեց նրան։ Բոլորն ասացին, սա դիկտատուրա է, չի կարելի, вообще нарушение, բան։ Բայց նույն բանն անում է Մոլդովան, ողջունում ենք, այդ ցեք դուք, հալալա, մայասանդու, դու դեմ քեզ, բան, հիմա նույնը ասելու են Նիկոլ Փաշինյանին։ Այսինքն նայ, իրանք եվրոպացիները, պրոեվրոպական այդ դեմոկրատները, այդ ժողովրդավարները, Ռուսաստանի փորձը իրանց մոտ կիրառել։ Ձեզ պարոն Մարուկյան, ով է լինելու հիմնական թիրախ։ Օրինակ իմ մոտ ողջամիտ կասկածներ կա, որ ամեն ինչ անել են, որպեսզի Սամվել Կարապետյանի ուժը չմասնակցի ընտրություններին։ Եղբայր, մենք չեմ ուզում դեպքերից առաջ վազենք, բայց հիմա մինչև Սամվել Կարապետյանի ուժը սկսել է։ Ուր է Սամվել Կարապետյանը։ KGB-ի բանտում է, չէ՞։ Արդեն ինքը մի process-ի մեջ է իշխանությունը մտել, որով որ դեմն առնում է։ Հիմա ուր է Միքայել Սրբազանը, ով որ 36 ստորագրություն է ստացել մի քանի ժամվա մեջ։ Կալանքի տակ։ Այսինքն բոլոր այն մարդիկ, ում խոսքը ազդեցություն ունի, ով որոշակի կարող է ազդել process-ների վրա, հա, բաժան Սամվել Կարապետյանը իր այդ 1 րոպեանոց հարցազրույցը տալուց քաղաքական բան չի ասել, ոչ էլ ասենք հետո է հայտարարել, որ դե որ այդպես է մտնում քաղաքականություն, քաղաքական ուժ կստեղծվի բան, բայց մեկը իշխանությունը արդեն այդ նախապատրաստությունները վաղուց տեսել է։ Հիմա Սամվել Կարապետյանի ուժը չլինի, ուրիշ ուժ լինի, ինչ որ ուժեր, որոնք որ կարող են իրենց մասնակցությամբ փոխել իշխանության վերարտադրման ռասկլադը, հիմա նայ Մոլդովայի պարագայում 5%-ի հարց է եղել։ Ոնց անենք որ 5%-ը ծնդի օդը։ Եվ մարդիկ կարելի կազմակերպված։ Մեկ այդ պրոռուսական ուժերն անցել են, չէ՞, պարլամենտ։ Կանեն այդ մնացած տոկոս, բայց ինքը ինչ արի, ինքը վերցրել է իշխանությունը։ Դա ինձ հետո դուք գնացեք ընդ ցույցար եք, գետնին պարկեք, հացադուլ հայտ, ինչ ուզում արեք, ինչ ուզում արեք, կեղծվել է արդյունքները։ Հիմա գանք Հայաստանին։ Ես չեմ կարող ուժերի անուններ տալ, բայց իշխանությունը արդեն հայտարարել է։ Օրինակ երեկվա եթերի մասին զուգարկեցին մեր մեդիա մոնիտորինգով զբաղվող մարդիկ եւ մի իշխանական ռոպագանդիստ ասում է կոնկրետ Սամվել Կարապետյանի մասով, ասում է ինքը Հայաստանի քաղաքացի չի։ Մեր ստամությունը արգելում է իր մասնակցությունը։ Ինքը հայտարարել որ պետք է մասնակցի, դա համար մենք պետք է իրան արգելենք։ Այդ մարդը ոչ մի պաշտոն չունի, բայց զբաղված է ԿՊ-ի ռոպագանդայով։ Հետո շատ են։ Լրագրողը հարց է տալիս։ Ասում է լավ, ինքը քաղաքացի չի։ Բա կարող է լինել իր եղբոր որդին Նարեկ Կարապետյանը, ասում է ոնց, դա կլինի մարիոնետային ուժ, մարիոնետային ուժը չեն կարող գրանցել, դե ուրեմն չի լինի։ Երեկվա ինտերվյու եմ ասում, այսինքն մարդիկ օրը ցերեկով sense բաց sense նստած ասում ապաշկարակին հայերենով ասած։ Եթե տենց է։ Եթե տենց է։ Խի եք ընտրություններ ուզում անեք։ Մի արեք ախպեր։ Եթե դա, մի արեք։ Եթե տեն մեկ պետքա կրվեք, որտեվ նայ այն հարցումները, որ մենք ունենք, որ մենք տեսնում ենք տենդենսները, չէ՞, դիմադրի դաշտի այս վերափոխումները տեղի ունենում, ինքն էլ ունի։ Եվ իր հետևությունն ինչն է, որ ինքը կրվում է։ Որովհետեւ չկրվի, ինչ պետք է անի։ Պետք է միջոցներ ձեռնարկի։ Մինչև ընտրություններ կարող է դուել լինես նստած, ես էլ եմ նստած, ով կա սաղ նստած լինեն, մի հոգի որ կմասնակցի ընտրություններին, այնցա չգրանցեն։ Կմնա Նիկոլը, Ալենը, Վագն Ալեքսանյանը, բանը դրոշներով, հայատներով, ասես գորգորալով ման կգան, ինչ որ գրադերտիկներ կգրեն, կասեն, «Սա մենք ընտրվել ենք»։ Դե ամբողջ ողբերգությունը ինչու՞մն է այս ամեն ինչը։ Անտոնիո Կոշտան կողժունի շնորհավորի, Մայա Սանդուն, երկրորդը կշնորհավորի, վստահ եմ Լուկաշենկոն է կշնորհավորի։ Թրամփն էլ Ալբանիայի վարչապետին կշնորհավորի։ The other guy. Դարդր գայից բացի նաև կշնորհի Ալբանիայում ժողովրդավարական ընտրությունների հաղթանակի կապակցությամբ։ Բայց եթե հիմա մեր լուրջ խոսենք, ամբողջ խնդրը ինչն է, որ մինչև 2018 թվականը, երբ որ Հայաստանում ինչ-որ մի հատ process էր տեղի ունենում, որը առաջին հայացքից կապ չուներ ժողովրդավարության, խախտում էր ժողովրդավարության այս կամ այն դրույթը, ասենք Եվրամիության դեսպանով, Միացյալ Նահանգների դեսպանով, Եվրո հանձնակատարներով, չգիտեմ, Ամերիկայի պետքարտուղարությունով, մյուսով եւ այլն, այնքան հայտարարություններ էին տալիս, որ ընդդիմադիրները այսպես կոչված, այդ թվում նաև Նիկոլ Փաշինյանը որոշակի աջակցություն էին այդ առումով ունեն։ Նաև վրացական ֆենոմենը մեծ հաշվով հենց դրա հետ էր կապված, երբ որ Սաակաշվիլին վերջի պարտվեց, որովհետև այնպես չի, որ ինքը հա պրոարևմտյան էր, պրոամերիկյան էր, բայց ասում էին չխախտես նայ ընտրությունները, մյուսը եւ այլն։ Հիմա իմ մոտ տպավորությունն է, որ թե Նիկոլ Փաշինյանը ոչ միայն արգելի, այլ նաև ասենք ու եթերում երեխա ուտի, մեկը Անտոնիո Կոշտան
եւ այլ այսպես միջազգային չինովնիկներ ողջունելու են ու սրա դեմ հակաթույն գոյություն չունի, է։ Տեսեք, ես իմ եվրոպացի գործընկերների հետ աշխատում եմ իրենց համակարգով, որն է իրենց համակարգը։ Իրենք ասում են մենք հավատում ենք եւ պաշտպանում ենք մարդու իրավունքների, ժողովրդավարության, օրենքի գերակայության արժեքները։ Եվրոպայի խորհրդի 3 հիմնական հենասյուներն են եւ նույնը Եվրոպական միության համատեքստում։ Երբ որ ես նրանց առաջ հարցեր եմ բարձրացնում, կոնկրետ Սամվել Կարապետյանի գործով, կոնկրետ Միքայել Սրբազանի գործով, որ գոնե այս երկուսը հարցազրույց է, էլի, հիմա Բագրատ Սրբազանի գործի կեղծիքներն ասում ենք ձայնագրությունի, բայց այս երկուսը շատ ունիկալ են, այս երկու գործերը։ Որ հարցազրույցը հարցերից համար մարդուն ուզում են 2 տարի 6 ամիս ազատազրկում, ընդ որում այդ հոդվածով երբեք ոչ ոքի համար չեն ուզել։ Մի հատ դեպք է 400,000 դրամ տուգանք։ Մի հատ Վազգեն Մանուկյանի դեպքն էր։ Հիմա որ հստակ դու ցույց ես տալի պրակտիկան, ցույց ես տալի դեպքը, ցույց ես տալի ինչ է անում իշխանությունը։ Ընդ որում հրահանգներով, Facebook-ի պոստերով ինչա գրե, ինչա խոսում գործադիր իշխանության ղեկավարը։ Ու ինքը ոնց է ղեկավարում դատական իշխանությունը։ Իրանք բան չեն կարողանում ասել։ Ասում են ճիշտ ես ասում, սա կոպտագույն խախտումներ, հա։ Եվ մենք Հայաստանի Հանրապետության ղեկավարության հետ մեր շփումներում այս հարցերը կբարձրացնենք։ Ես չէ։ Ես ունեմ նաև Սամվել Կարապետյանի գործով այդ նամակը, որտեղ հստակ արձանագրումը կա։ Հիմա ասած ինչն է, որ մենք պետքա շարունակենք իրենց իսկ ներդրած մեխանիզմներով, ինչին մենք էլ ենք հավատում եւ դա ճիշտ է, ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, այդ մեխանիզմները առաջ բերել, այդ մեխանիզմներով իրենց հետ խոսել իրենց լեզվով։ Իրենք ինչ են անում, մանիպուլացվում են։ Ասում են մարդ ենք բռնել, ասում են խեք բռնել, ասում են դա ռուսական ագենտուրա, մի րոպե եղբայր։ Ինչ ասում ես ներքև։ Ռուսական ագենտուրա ես իմի ժոշի բան չկա, սա խափում ես։ Արին այն կոնկրետ քրեական գործով եվրոպական կոնվենցիա վերացրած երկիր ես, եվրոպական դատարանի իրավազորության ներքո ես, կան այս չափանիշները, դու էլ հասել ես ժողովրդավարության բաստիոն Եվրոպայի խորհրդի խորհրդանական վեաժով, ասում ես քաղբանտարկյալ էի, իմ շահերը պաշտպանի, կեցեք դուք բան, այն պահին որ դու քո երկրում քաղբանտարկյալներ ունես։ Վաղը մյուս օրը այդ ամբիոններից ներկայացվելու Հայաստանի դեմ եվրոպական դատարանի վճիռներ լինելու են այդ վճիռները։ Բայց չես հասկանում, որ այս իշխանությունը կարճաժամկետ գործողություններով ա գնում։ Վաղը մյուս օրը երբ 10 տարի հետո իրենց վաղն է այս բանը։ Այո, բոլոր իշխանությունները այդպես են արել։ Բայց հարցը գիտես որն է, որ չպետք է մենք հիմա հիասթափվենք, ասենք դե վсё, այսինքն եվրոպական չափանիշները չեն գործում, եվրոպական դատարան չդիմենք, այս բանը չանենք։ Ես ուղղակի հիշում 2008-ին իր հետ պետք է կրվել իր զենքերով։ 2008-ին բանը Համերբերգը ոնց էր եկել Հայաստան, բոլորի այդ Համերբերգ անունը բանը հայ հասարակության 90%-ի շուրթերին էր։ Ու ոնց էր բանակցում օրվա իշխանությունը այդ քաղաքական բանտարկյալների ազատության հարցով, մյուսով եւ այլ, այդ թվում նաեւ Նիկոլ Փաշինյանի кейսով էր բանակցում, էլի։ Ու հիմա մեզ նայում եմ վերջին մի տարվա տարուկեսվա ընթացքում էր ահաբեկչություն սարքեցիներ, SLN-ն եւ այլն, Միքայել Սրբազան, Սամվել Կարապետյան, որ ասած վիպյուշի դեպքեր է։ Վիպյուշ է։ Եվ ոչինչ։ Նայ, արի նայենք աշխարհակահաղական շարժը, որովհետեւ այստեղ շատ կարեւոր է դիտարկել աշխարհակահաղական process-ը։ Դե աշխարհակահաղական process-ը հետեւյալն է, եվրոպական հիմա կա Ռուսաստան արևմուտք պատերազմ եւ այդ համատեքստում ինչ է։ Բնականաբար է։ Նրանք ասում են եղբայր ջան, դուք ինչ եք անում։ Մենոնք ասում են մենք այս երկիրը հանում ենք ռուսական լծից։ Այդ ընթացքում մենք կարող է որոշակի մարդու իրավունքների ոտնահարումներ թույլ տանք, որոշակի բաներ անենք, բան, դուք պետքա ըմբռնումով մոտենաք։ Դե նրանք էլ չէ մարդիկ կան ովքեր որ ոչ թե չափանիշներին են հավատում մարդու բնական իրավունքներին, հա, այլ տվյալ պահի աշխարհական կոնյունկտուրան է սպասարկում, ասում են գազ տուր ախպեր։ Բայց այդ գազը չի ելնելու երկար, էլի, դա վերջում այդ գազի համար պատասխան են տալի, դից չի ելնում։ Հիմա խնդրեմը ինչումն է նաև այս ամեն, ինչն է այս ամեն ինչի պատճառով, որ առաջիկա ընտրություններին, եթե Փաշինյանը որդեգրում է Սանդուի քաղաքականությունը եւ այդ ամեն ինչը անում է եվրոպական եւ արևմտյան աջակցությամբ, առաջիկա ընտրություններին մասնակցությունը, մանրամասն այսպես էշելոնացված, հա, մասնակցություն ուտես մի քանի տարբեր տեղերով եւ այլն, կարծես անիմաստ է դառնում։ Այո, եւ ես դրա համար ամենայն անկեղծությամբ ուզում եմ, որ մենք լոբինգ անենք, բոլորս մեր տեղում, փորձենք բոլորի հետ լեզու գտնել եւ ընդդիմությանը խոշորացնել, բոլորով գնալ դեպի խոշորացում եւ թույլ չտալ, որ մենք դառնանք Նիկոլ Փաշինյանի գծած խաղի դերակատարները։ Ասած ինքը ունի երազանք, որն է այդ երազանքը։ Պատմեմ իր երազը, որ կմասնակցեն մի 25-ից 30 ուժ, այդ արդյունքում մոտավորապես 20% ձայն կփոշիանա, առաջի 3 ուժերը կտանեն 70-ից ավել ձայները, տոկոսային
Եվ այդ փոշին գա գումարվի իր վրա, ամենախոշորը եւ ինքը նորից կվերարտադրվի։ Այդ երազը պետք է խաթարել։ Հասկացա, իշխանությունը խրախուսելու է բազմաթիվ ուժերի մասնակցություն։ Բազմա մասնակցություն։ Միևնույն ժամանակ չի գրանցելու ուրիշ ուժերի, բայց միևնույն ժամանակ նաև բազմաթիվ ուժերի խրախուսելու են մասնակցել։ Իրանց կողու կշտի բաները, գործարարները ֆինանսավորելու են, փող են տալու, ամեն ինչ լինելու է, որ շատ ուժեր մասնակցեն։ Մեկը ասելու է մենք պրոեվրոպական ենք, այն մյուսը պրոամերիկան, այն մյուսը պրո-Բայդեն, այն մեկը պրո-Տրամպ է, այն մեկը բանը քուրարաքսյան երկիր է ստեղծել։ Դες տարբեր ուժեր են լինելու, հա։ Մյուսը Նախիջևանն է հետ բերեմ, ասում է Բրիտանիան, Նախիջևանի հարցն է հեսա բարձրացնում բան, հա, երկու առաջ Բրիտանիայի դեսպանին են ողջունել Հայաստանում, շատ հաճելի անձնավորություն է, շատ լավ մասնագետ, դիվանագետ եւ բնականաբար Բրիտանիան նման ծրագիր չունի։ Մարդկանց sense խափելով, sense բաներ խոսալով մտնել են արշավի մեջ։ Իմաստը որն է։ Պիլի տանել ձայները, կներեք արտահայտությանս համար ռուսերեն։ Բան անել։ Ոնց ասեմ, մարասնել։ Էսա պլանը։ Հիմա այդ պլանը պետք է խաթարել։ Եղբայր, եթե մենք ի սկզբանե տեսնում ենք, որ ինքը ինչ է ուզում անի։ Դժվար է մենք այդ խաղը չխաղանք։ Իմ առաջարկը սա է օպոզիցիայի։ Համաձայն եմ, բայց այսինքն ինչ ես առաջարկում այդ։ Առաջարկում եմ խոշորացում։ Բոլորը միտեղ։ Առաջարկում եմ խոշորացում։ Բոլորը առնվազն բոլորին դժվար կլինի միտեղ հավաքել, Խոշոր դերակատար։ բնականաբար բոլորի հետ հարց ունենք, դու գիտես, դա, բայց բոլորի հետ իրանց ունեցած հարցերը, որ մի քիչ մի կողմ դնեն, գոնե 2-3 բլոկում կտեղավորվեն։ 3 բլոկ պետք է լինի։ Ամենի վեշ բանա, ամենաշատը։ Էլի հաստատում լինում է։ Որտեվ նայ, անկեղծ ասեմ, շատ կուզենայի լիներ մի հատ բլոկ, բայց չեմ հավատում դրան։ Կարելի է լոբինգ անել, այ լոբինգ անենք, բայց լավ որ գոնե մի հատ չլինի։ 21-ին օրինակ նման առաջարկ կար։ Նու երրորդ նախագահը ընդհանրապես ոչ մասնակցեց։ Առաջին նախագահը ասում էր միասին մասնակցենք, այնտեղ չստացվեց։ Հիշում եմ, բայց հիմա ես կարծում եմ, որ եթե մենք ուշադիր հետևենք, տեսնենք, որ Փաշինյանը շատ է ուզում, որ 3 նախագահներն մասնակցեն։ Հետաբար խաղության նոխազի Արևին Սարգսի։ Այն կուզում է գից քաշի, ասես երրորդ հանրապետությունն է, Ժորժ ջան, դուք գիտեք սա ոնց է ձախողվել, ես կապ չունեմ դրա հետ, ես եկա արդեն ձախողված էր։ 4 ենք ստեղծում, նոր բան։ Դրա համար անդադ 3 նախագահներին թիրախավորում ու միաստակար է թիրախավորում։ Ապրես։ Անհատական չի թիրախավորում, մի համակարգով։ Եկեք, 3-ով եկեք։ Ուղի եթերում եկեք, առանց ուղի եթեր եկեք։ Եկեք, 3-ով եք։ Բարձա դե 3-ով էլ ոչ մեկն է ոչ միտեղ չի գնալու։ Իր այդ բանավիճերու, բայց իր պլանը դա է։ Ինքը չի ուզում որևէ նոր ուժի հետ մտնի բանավեճի մեջ։ Որևէ նոր ուժի հետ մտնի բանավեճի հետ։ Ինչ ասենք հոկտեմբերի 27-ից խոսապ ասեն եղբայր ջան մենք։ Դու այդ վաղ դրագրող էիր, բայց մենք չէ։ Մարտի 1-ից խոսապ ասեն դու այդ ցույցերի մեջ էիր, մենք չգիտեմ ուր էինք։ Ասենք բան Ղարաբաղից ինչից խոսա նոր ուժի հետ կապված եմ ասում, նոր ձևավորված բևերի չի ստացվելու։ Իսկ ինքը գիտի, որ 3 նախագահները այդ կարա գոնե այդ թեմաներով խոսեն։ Ուրիշ բան է անելու, այդ ամեն ինչին կպցնելու է ռուսական։ Հիմա նայ, նույն Սամվել Կարապետյանի պրոբլեմն էլ է դա իրականում։ Քո հետ էլ կապված այդ բաները կան արդեն խոսույթը ձևավորված։ Կամ ու այդպես կարող եմ բանը թվարկել բոլորի Զուրաբյան Լևոնի հետ կապված եկա, վստահ եմ Արման Թաթուանին էլ է նույն բանը ասելու, Մխիթարյան Ռուբենն է, եթե մասնակցի նույն բան, այսինքն այս մի քիչ ավելի երիտասարդ սերնդի, հա, պայմանական կամ նոր հայտ ներկայացած, դες է ռուսական գործակալ են սարքելու անցնեն առաջ։ Դե հիմա եղբայր, հա, ընդունում եմ, ճիշտ ես ասում դու, որ այսինքն կա լավ հոկտեմբերի 27-ի հետ կապ չունես, բայց ով ռուսական գործակալ է։ գործակալ ունի, պետք է ասի ռուսական գործակալ է։ Այդ կա։ Մենք դա ունենք նախկին համակարգում ուրիշ տեքստով, որ օպոզիցիայի մեջ անդադ ման են գալի իշխանության պրոյեկտի, չէ, որ ասենք, սա օպոզիցիան ծուրաճում է, բայց դու հաստատ չգիտեմ ու մարդն ես, ման։ Հիմա դա փոխվել է, տրանսֆորմացվել է, բայց հասկանում ես պետքա բան անենք, էլի պետքա թույլ չտանք դա տեղի ունենա։ Այսինքն լավ ինքը գնաց Պուտինին հանդիպեց, չիմացավ ովքեր էին գործակալները, թող հարցներ։ Հիմա ես հոկտեմբերի 20-ից 25-ը Բրյուսելում եմ լինելու։ Ուրսուլա ֆոն դեր Լեյենն եմ հանդիպելու, մյուս ղեկավարներին եմ հանդիպելու։ Տենամ լա դաբրո, իրանց դաբրոնով ատը։ Այսինքն ասեմ, սա աբսուրդ է այս բանի մեջ։ Բայց Կրեմլի էպես։ Հա, մենք ԱԼԴԵ-ի անդամ ուժ ենք։ Թողասի ռուսական գործակալ եք շատ լավ։ Հետո։ Չէ, հիմա լավ հասկացա խոսքը միայն ձեր պարագան չի, բայց ընդհանրապես այս խոսույթը հիմա մի քիչ գրոտեսկ արեցինք։ Այս խոսույթը լինելու է տիրապետող խոսույթ։ Այսօր օրինակ էլի ԿՊՀ-ականներից մեկը գրել էր ինչ էր գրել Հայաստանի գրողիծոց ենք ուղարկելու Հայաստանի անկախության դեմ պայքարող բոլոր ուժերին, այսինքն իրանց խոսույթը ընտրական process-ի ժամանակ լինելու է հետեւյալը, ով որ մեր դեմ է Հայաստանի անկախությանը, ով որ մեր դեմ է բերելու է պատերազմ, մենք խաղաղության եւ Հայաստանի անկախության կողմնակիցներ ենք, ինչպես նաև Հայաստանը դրակում ենք ռուսական լծից։
ու ստեղ նորը լի ուժը, հինի ուժը, բանի փաստի առաջ է կանգնում, օրակարգային փաստի առաջ է կանգնում։ Համաձայն եմ, հիմա որ մենք ի սկզբանե գիտենք իրանց խոսույթը, բնականաբար կարող ենք նաև ձևավորել մեր խոսույթը եւ այդ խոսույթը արդեն ձևավորված է։ Առաջինը, Հայաստանում չկա ուժ, նայ, դու գիտես որ ես ինչ վատ հարաբերություններ ունեմ նախկին նախագահների ուժերի բանի։ Չկա ուժ, որը պնդում է, որ Հայաստանը պետքա լինի ոչ անկախ երկիր։ Իրանք 2-3 օր թիրախավորել են Գյումրի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, բայց իրավական տգիտության արդյունքը իրանց մոտ, որ իրանք պնդում են, որ նա Հայաստանի անկախության դեմ է խոսում։ Նայ, մենք միութենական երկրի բան կոմունագիստներ չենք, բայց նրա ասածը դա է եղել, իրանք ասում են մենք ուզում անկախությունը վերացնի։ Եթե այդպես լինի, իրանք քրեական օրենսգրքում հոդված ունեն, իրաց արդեն գործը հարուցած կլինեն, որովհետև իրանք գիտեն, որ Հայաստանը հենց հիմա միության մեջ է, ԵԱՏՄ-ի մեջ է, եւ մեր անկախություն ինքնաշխատությունը դա ինձ չի վնասվել։ Բայց իրանք մանիպուլացնելու համար, այսինքն միութենական պետության մեջ մտնելու Վարդան Ղուկասյանի խոսույթը իրանք հավասարացել են Ռուսաստանի կազմ մտնելու Հայաստանի խոսույթի հետ։ Այո, ու ժողովրդին խափում են, ասում են, այս ինքը բանա, դե հոդված կա քրեական օրենսգրքով, այդ դրա վերաբերյալ, ում որում վերջերս ընդունված այդ հոդվածը, թարմա, նոր այդ հոդվածը։ Որ Հայաստանի անկախության դեմ ինչ խոսույթ զարգացնել։ Այդ հոդվածով գործ չեն հարուցել ու չեն կարող հարուցել Վարդան Ղուկասյանի նկատմամբ, որովհետև իրանք ժողովրդին խափում են այդ հայտարարության մեջ, չկա այդ կոնտեքստը եւ չկա բառացի դրա մեկնաբանության մեջ ոչ մի բան։ Եվ Հայաստանը միության մեջ է եւ միության ժողովներին մասնակցում է Փաշինյանը, այդ որ ինքը խոսում է այտենց։ Ինքը մասնակցում է այդ միության ժողովներին ու հայտարարում է, որ մենք խորացնելու ենք մեր հարաբերությունները։ Լավ, գալով մի քիչ բանին, այսպես այնուամենայնիվ ներքաղաքականով, բայց մեր սահմանների շուրջ եւ մեր մասով կատարվում են իրադարձություններ, որոնք ոչ պակաս ճակատագրական են, եթե չասեմ ավելի ճակատագրական են։ Վերջին մի քանի օրը Ալիևը համառորեն կրկնում է Զանգեզուրի միջանցք տերմինը, ընդ որում դեմքի շատ անհաղորդ արտահայտությամբ, այսինքն Նիկոլ Փաշինյանը հոչի պատասխանում, ընդհանրապես ինքը իր օրակարգն է ասում, հա, Նիկոլ Փաշինյանն էլ դե Եվրոպական խորհրդում բրիտանացի պատգամավորի արձագանքից հետո բավական ափերի մեջ դուրս եկավ, դատապարտեց, կոչ արեց եւ այլն, երեք էլ ուրեմն Հայաստանի պարլամենտում գրեթե նույն տրամաբանության մեջ է խոսում, սա մի իրականություն, մյուս կողմից որ նայում ես ասես, հա, հələ այ մարդ իրաց ասած ճիշտ է Փաշինյանից ասում, ինչ որ թուղթ են ստուգում, դա Զանգեզուրի միջանցք կասկածություն գոյություն չունի, այս Ալիևը կավառնի սրիկայի մեկն է, հատուկ բզբզում է այս թեման։ Ուզում եմ հասկանալ, լավ ինչա կատարվում։ Այսինքն մենք նոյեմբերի 9-ին հիշում ենք, չէ՞ որ նոյեմբերի 9-ը ստորագրեցինք, ընդամենը մի քանի օր հետո դրա մեկնաբանման 20 ձև լսեցինք Ադրբեջանից ու Հայաստանից։ Նույն ֆենոմենի առաջ ենք կանգնում։ Եթե նոյեմբերի 9-ի պարագայում Փաշինյանը առավոտը 9:30, հետո 12:15, հետո ճաշից հետո մի հատ 6:07, հետո մի հատ 8:44 օրական զանգում էր Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինին նոյեմբերի 9-ի ստորագրից հետո։ Օր ա եղել տենց մի 5 անգամ զանգել է։ Հիմա ինքը Տրամփին չի կարող զանգել։ Բա WhatsApp-ի համար ունի։ Եթե այնտեղ կողմ կար, որ ինքը հավասար կողմ էր իր պարտավորություններով, բանով կողմերին բանանող, հավասար կշռող, այստեղ կա վկա է այդ մարդը։ Եվ այդ իմաստով ինքը չի կարող զանգի։ Բայց ես ինձ ինչն է զարմանք պատճառում, որ բրիտանացի պատվիրակը, բրիտանական պարլամենտի անդամը Նիկոլ Փաշինյանին հայամետ հարց է տալիս։ Դու պատկերացնում ես մեր ես ռոպագանդան ինչ արեց այդ հարցը։ Հայկական հարց է տալիս, ասում է լավ Ադրբեջանի օգուտը པարզ է։ Ձեր օգուտը։ Հա, ձեր օգուտը որն է ձեր ընկալումների տարբերությունը։ Փոխանակ Փաշինյանը տեղ ասի նայի մենք կողմ ենք որ ճամփեքը բացվի, այդ ճամփեքով բոլորը գնան գան, մենք է գնան գանք։ Եթե իրանք ուզում են որոշակի արտոնություն, նույնը պետք է մենք ստանանք այնտեղ, բայց ինքը գիտի որ չի կարող դասի, որտեղ դա չի ստացել։ Ինքը ինչ է անում։ Ինքը ասում է որտեղից ես այդ տերմինը եկալ է։ Որտեղից դու դա կարդացել ես։ Լամյատինց ասա։ Ու սկսում է գորգրալ, վերջում ասում է ես դատապարտում եմ ձեզ։ Հիմա ես քեզ ամենաթարմ բան, ես այդտեղ գալուց առաջ տեսա, որ Նիկոլ Փաշինյանն ու Ալիևը ջերմ զրուցում։ Այո։ Կա վիդեո ա դրա, ինչ որ կա։ Այո։ Հիմա հարց։ Նիկոլ Փաշինյանը Մակի ամբիոնից ասել է, ես ստիպում եմ Ադրբեջանի մի գործընկերոջ, լա թող պարզաբանի ինչ նկատի ունի Զանգեզուրի միջանցք։ Հիմա հարց։ Չէ, երեք ասեց, ասում է երեք պարլամենտում ինչ էր ասում, ասում է եկեք ֆիքսենք, որ եթե ասում են Զանգեզուրի միջանցքը մեր տարածքի հետ կապ չունի, Զանգերան հորադիս ճանապարհի մասն է։ Հեսա դրանից ես կհասնեմ, բայց ինքը Ալիևը, ինքը Ալիևից պարզաբանում ա ուզել, չէ։ Հիմա գնացել է Ալիևին հանդիպել, պրեսելի զատվել։ Մեջը նյութ չկա, որ Ալիևը պարզաբանեց, որ ինքը նկատի ունի այս։ Կամ պրեսելիզմը գրած չի, որ ես դատապարտեցի Զանգեզուրի միջանցք տերմինի
շրջանառության մեջ դնող անձին, որը parzվել ենք այս 5 տարի անց բրիտանցի падգամորի բաց թողնենք մի հատ, parzենք որ դա Իլհամ Հեյդարի Ալիևն է եղել parzվում է ինքն է եղել։ Իրան պետք է դատապարտել, բայց այն բրիտանացի խեղճ падգամորին եք դատապարտել, որ բոլոր տարիքով բաններ։ Բոլոր պրոհայկական նախագծերին միացել է իմացի։ Այդ մարդը պրոհայկական падգամորը Հայաստան այդ օրը մի հատ բարեկամ падգամոր գործվեց, այն մյուսներն էլ որ բարեկամ էին, նային ասին ախպեր դելից սրանց հետ կարելի է ոչ գործ չունենալ։ Այս բանա բժանոցը սրանց երգիրը։ Հիմա Գամ Զանգելան, ինչ էր ասում, Զանգելան Հորադիս։ Ինքը Ալիևի ներեք հուշում էր, որ դա գիտեր, չէ՞ որ այսօր հանդիպելու է, որ կլնի գոնե ասես դա նկատի ունես։ Գոնե ասա այդ նկատի ունես, ախպեր թող ընտրվեմ, հետո այդ բանը արդեն բան կլինի, որ ասում է։ Հա, այդ էր ասում։ Բայց այսօր ապրեսիզմ չկա, որ մեր հանդիպման արդյունքներով Իլհամ Ալիևն ասաց, որ ինքը նկատի ունի Զանգեզուրի միջև, այս Սերի Ժորժյան, ինչե կան հանգստանում, ըմբռնումներ ունենում, ընկալումներ, տարածքային պահանջներ։ Ինքը նկատի ունի Հորադիս Զանգելան։ Մենք ինչ գործ ունենք Հորադիս Զանգելան։ Ինչ ոչինչ չի զարմացնի, եթե ընդհանրապես մի 5 օրը հերթական միջոցառման ժամանակ նա կրկին Զանգեզուրի միջանց տերմինոլոգիան օգտագործի։ Իսկ պետք է քեզ զարմացնի։ Պետք է օգտագործել իրանք միշտ, որովհետև դա իրանք պետական քաղաքականությունն է։ Ինչ իրանք պետք է բանա դա վերանային։ Այդ այն դեպքում, որ նույն ձևի զեկուցվածա Թրամփին, որ այս Զանգեզուրի միջանցքն է, անունը դրել են Trip։ Նույն ձևի, պրոստո ինչ են իրանք մտածել։ Այն մտածել են, որ մենք մեր ժողովրդին կասենք, սա Trip, հա։ Ու դե կասկածնենք, կսաղացնենք, կգնա։ Հիմա չի ելնեմ, չի ստացվում։ Հարամվել է այդ ամեն ինչը։ Որտեղ մարդիկ հերե ժողովրդին բացատրում են, որ ձեզ խափում է։ Տրամպը վկա է եղել, եկի ասում է երակողմ ենք ստորագրել։ Հետո ասին, չէ, երկկողմա, բայց ինքը վկա է։ Այդտենց բացահայտվեց։ Եվ այստեղ իմ համար ամենամեծ խնդրեմը գիտես ո՞րն է։ Ես անկեղծ քեզ ասեմ, ես չեմ նյարդայնանում, ինչ անում ուզում է ասեն։ Ես այդքան պրիմիտիվ մարդ չեմ։ Ինձ հողի վրա բովանդակությունն է։ Բայց դա տախանցիր է։ Ինչ դետալներ եք պայմանավորվել կամ ինչա պայմանա։ Դե ասում դետալ եք պայմանավորել, չէ։ Ինչ եք տվել։ Ինչ եք տվել, ախպեր, ինչ ուզում է, ինչ անուն է, ինչ ասում Ալիևը, ինչ ասում։ Կարանք ասեք գիժ խոսում է։ Ինչ ես դու տվել Հայաստանի տարածքին, ինչ ես տվել։ Կանգնի այդ ասա մարդկանց։ Եվ այստեղ խնդրեմն է նա, որ երբ որ հողի վրա բովանդակային սկսեն դա կյանքի կոչել, հիշի ես օրը։ Մեծագույն բաները, մարտարավերներ ալին, չեմ ուզում ուրիշ բառեր օգտագործել։ Որովհետև այն որ մենք տեսնում ենք այս տերմինների մակարդակը։ Հա, բայց ախր այս իշխանությունը մի հատ ֆենոմենալ հատկանիշ ունի, ինքը կարողանում է բոլոր ողբերգությունները որպես հաղթանակ ներկայացնել ու կերծնել հասարակության մի մասին գոնե։ Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ չի ստացվել Տրամփի պարագայում։ Պարոն Մարուկյան ջան, 4 բանը, 4 հանրապետություն։ Հիմա կամաց մոտենում ենք ու դառնալու ենք 4 հանրապետության հպարտ քաղաքացիներ, էլի մոտավորապես այս տրամաբանության մեջ, էլի այստեղ բովանդակության խնդիրն է։ Մի իրավիճակ եմ փորձում նկարագրել, կարող է մի քիչ էմոցիոնալ եմ նկարագրում, չէ՞, բայց Նիկոլ Փաշինյանը իր 7 տարվա գործունեության առնվազն վերջին 5 տարվա ընթացքում խախտել է, ջարդել է, կտրել է, փշրել է Հայաստանի վերջին 30 տարվա անկախ Հայաստանի, դրանից էլ առաջ էլ սովետական Հայաստանում ձևված մեր ինքնության մասին պատկերացումների բոլոր հնարավոր ողնահարերը ասեմ, սյուները ասեմ, մյուսը ասեմ եւ այլն եւ այլն։ Ու իրականում ինքը իր տրամաբանությամբ այդ 4 հանրապետությունն է, որտեղ 3-րդ հանրապետության բովանդակությունը ինքը ջարդել է։ Ու խնդրեմը այն է իմ կարծիքով, որ թե դու, թե հիմա իրար ցիրեք թե չցիրեք, թե դիմադիր 99.9%-ը իրանց տրամաբանությամբ եւ բանով արժեհամակարգով ու խոսույթով մնացել են 3-րդ հանրապետության մեջ ու դրա համար ինքը շահում է։ Ինքը ջարդել է դա, դուք այդ ավերակների պաշտպաններն եք մնացել։ Այո, շատ լավ նկարագրեցիք եւ ինքը ուզում է ընտրությունները այդ համատեքստում տանել եւ ես ինչի եմ ասում, որ չպետք է մտնել այդ խաղի մեջ, որ իբր կա բանը 3-րդի ավերակներ եւ ինքն էլ 4-րդն է ստեղծում, հասկանում ես ցանկացած բան, որ հիմա սնիկերսը մի քիչ շատ ծախվեց 90-ականներն էր։ Մարդիկ սկսեցին քիչ ուտել սնիկերս, մի հատ վրա գրեցին նյու սնիկերս, էլի մարդիկ սկսեցին սնիկերս ուտել։ Հիմա ինչ այն ուզում են, ուզում այդ մարքեթինգային խաղը հասկանում ես, ասենք տրվել այդ բանին, մտնել դա բովանդակային քննարկել։ Ես այդ օրը եթերով, հատուկ եթերով նկարել եւ ասել եմ Ժողովուրդ ջան, ինքը քանի որ պետք է ինչ որ մի ձևի հերթական նվաստացումը լսնի անցկացնի, իսկ դա համանadrությունից մեր պրեամբուլան ջնջելն է, դիլիթ անելն է, դա պետք է ինչ որ մի ձևի մատուցի։ Հիմա դա մատուցելու ձևը լինելա սա, որ մենք նոր հանրապետություն ենք ստեղծում։ Պարչիոր նոր հանրապետություն պետք է ունենա նոր համանadrություն։ Եվ ինչ հին պրեամբուլա ժողովուրդ։ Մենք ստեղծում ենք նոր հանրապետություն։
Եվ սա ասել եմ ես բազմիցս, սեղել ուզում եմ ասել, որ չի կարելի թույլ տալ, որ երկիրը մտնի այդ սահմանադրական ռեֆերենդումի մեջ։ Ինչի, որովհետև Դե եթե կրվեց ընտրություններին չի մնա։ հա, այսինքն դրա իր արգելքը պետք է Նիկոլ Փաշինյանը չլինի վարչապետ, որ ինքը խոստացել է չի կարա չանի։ Անկեղծ, ինքը չի կարա չանի։ Հետեաբար ինքը հենց ընտրվեց, ինքը գնալու է այդ process-ին։ Process-ը բերելու այն չի։ Մտնենք դեմ քարոզենք, ժողովուրդը գնա դեմ քվյարկի, Ալիևն ասել է նայեք, քանի որ Հայաստանը դրել է այդ ռեֆերենդումը, ուրեմն պաշտոնապես ընդունել է, որ ես ճիշտ եմ ասում, որ տարածքային պահանջ ունեք։ Քանի որ ձեր ժողովուրդը գնացել է մերժել է, այլևս սա պատերազմի բան է։ Այսինքն ձեր ժողովուրդը ոչ միայն ինստանականներին ուներ տարածքային պահանջ մեզանից, այլ հիմա ունի։ Հասկաս ինչի մեջ է մտցնում։ Պատասխանում գնում են ասում են այո, դե Փաշինյանն են գծի մեջ, հա, ինքը համաձայն է այս թեզի։ Ինքը են գծի մեջ, որ ինքը ամեն ինչ կանի, որ ասեն այո, գնացինք այո։ Այոյի սցենարն են քննարկում։ Գնում են ասում են այո։ Ընդունում է նոր սահմանադրություն, անկախության հռչակագիրը հանվում է, ով է երաշխավորում, որ մեր հարևան պետությունները ճանաչելու են այն տարածքային ամբողջականությունը, որ ունի այս երրորդ հանրապետությունը, որին ճանաչել են սենց։ Ով է դրա երաշխավորը։ Դու գիտես մի հատ ինչ Պանդորայի արկղ բացվելու։ Եվ ես դրա համար եմ ասում, այո, ոչ, ինքը արհավիրք է։ Չի կարելի մտնել դրա։ Այո, որովհետև երկու պարագայում էլ լավ լուծում չի։ Ելք չկա, դե լավ ելք չկա, դե չկա լավ ելք։ Չի կարելի իրան դնել։ Մեր համանական դատարանը այդ հարցը լուծել է։ Եվ Փաշինյանը պետքա կարճի դրանից եւ շարունակի այդ պնդել, բայց ինքը արդեն մտել է այն դաշտ, որ մի ինչ որ սոուսով է թարակվեն անի։ 4-րդ բան հիմա Եվրոպայի խորհրդում ասավ ժողովուրդը ալերգիա ունի այս համայնությունից։ Ըստ մեր ժողովուրդը ալերգիա ունի, ժողովուրդը ալերգիա ունի։ Չգիտեմ։ Okay, թող ունենա։ Շնորհակալ եմ հրավերս ընդունելու ու հետաքրքիր զրույցի համար։ Հիշեցնեմ, որ իմ հյուրն է Լուսավոր Հայաստան կուսակցության ղեկավար Էդմոն Մարուկյանը։ Կհանդիպենք։